Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1340-րդ օրն է, որոշեցի կարճի եթեր պատրաստել ձեզ համար շաբաթօրով, իհարկե հետաքրքիր լուրեր ունենք, նաև պոզիտիվ, չնայած ռուսները գիշերը բալիստիկ հարվածով ուկրաինական քաղաքներին և մասնավորապես Կիևին փորձեցին նորից տխրեցնել մեզ, ռուսների հարվածին դեռ կանդրադառնանք, մինչ ռուսական քարոզչությունը սուտ հայտարարություն էր տարածել, այնուհետև իր իսկ սուտ հայտարարությունը չեղարկել, իբր Խերսոն քաղաք էին մտել նորից, բայց ասեք, որ ծիծաղելի են։ Ուկրաինական բանակը իր իսկ սովորական տեմպով ոչնչացրել է օկուպանտների բանակի ևս 1000 զինվոր և հրապարակել կադրեր այն հատվածից Խերսոնում, որտեղ ըստ ռուսների նրանք իբր մուտք էին գործել։ Ի դեպ ռուսները ոչ միայն Խերսոն չեն մտել, այլ իրենց կոտորված օկուպանտների թիվը հասել է 1,136,000-ի։ Մենք արդեն սովոր ենք ձեզ հետ, երբ ռազմաճակատում ռուսները հաջողություններ չունեն, սկսում են սուտ հաջողություններ հորինել, արհեստական։ Պուտինը շոկի մեջ է, երևում է, Մոսկվայից հնչող հայտարարությունները քաոսային են, իրարամերժ, այսպես կոչված միջուկային տրիադայի փորձարկումը բոլորը գրեթե անտեսել են, ռազմաճակատում ձախողումի հետևից է, Եվրամիությունը սահմանել է 19-րդ պատժամիջոցների փաթեթը, չնայած Մոսկվայի սատելիտները ամեն ինչ անում էին, որ չլինի, Թրամփը կատարել է անսպասելի քայլ պատժամիջոցներով, որոնք անակնկալ են դարձել Մոսկվայի և Պեկինի համար, և Պուտինը ստիպված էր իր էմիսարին ուղարկել Ամերիկա, հույս ունենալով կրկին խաբել ամերիկացիներին։ Ռուս էմիսարը ուրիշ ոչինչ չգտավ ասելու, բացի նրանից, որ կարող է ամերիկյան բենզինը թանկանալ ավտոլցակայաններում, եւ դա ասում է մի երկրի ներկայացուցիչ, որտեղ երկրի մարզերի մեծ մասում բենզինի դեֆիցիտ կա։ Չգիտեմ սրանք երբ են հասկանալու, որ շատ մազալու են, էլի։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի զինված ուժերը Դոնբասում մաքրել են Տորսկե բնակավայրը ռուսներից, նշվում է, որ գրոհային խմբերը ոչնչացրել են մինչև 100 ռուս օկուպանտ, նախօրեին կրկին արդյունավետ են գործել գլխավոր հետախուզական վարչության զինծառայողները, ուկրաինացի զինվորականները հայտնաբերել եւ ոչնչացրել են ռուսական օկուպացիոն բանակի 3 թանկարժեք հակաօդային պաշտպանության համակարգեր։ Նշվում է, որ ոչնչացվել է Buk M3 զենիթահրթիռային համալիրի ինքնագնաց արձակման կայանը, ինչպես նաեւ 2 ռադիոլոկացիոն կայան, 1 L-119 NEB SVU, մեջբերեմ մոսկովիտների հակաօդային պաշտպանության միջոցները վերացվել են ժամանակավորապես օկուպացված Զապորոժիեի, Խերսոնի մարզերում եւ Ղրիմի ինքնավար հանրապետությունում, նշում են մեր հետախույզները։ Ի դեպ այս տարի ուկրաինական զորքերը ոչնչացրել են ոչ միայն ռեկորդային թվով ռուս օկուպանտներ, այլև Պուտինի բանակի ավտոտեխնիկան։ 25 թվականի 10 ամսից էլ պակաս ժամանակում ռուսական բանակը կրել է ռեկորդային կորուստներ ավտոտեխնիկայի։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալների, հոկտեմբերի 24-ի դրությամբ ռուսական բանակի ոչնչացված եւ վնասված ավտոտեխնիկայի եւ վառելիքատարերի ընդհանուր քանակը հասել է 65356 միավորի, դրանցից 32681-ը ոչնչացվել է հենց այս տարի։ Սա ավելի շատ է, քան 22, 23 եւ 24 թվականների ընդհանուր ցուցանիշները միասին վերցրած, այսինքն 10 ամսում 3 տարուց շատ մեքենա է ոչնչացվել։ Սա կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ զրահատեխնիկայի պակասի պատճառով ռուսական զորքերը ավելի հաճախ են օգտագործել մեքենաներ եւ հենց այդ պատճառով ցուցանիշը դարձել է կրկնակի կործանարար ռուսների համար։ Միևնույն ժամանակ տնտեսական ճգնաժամն էլ իր գործն է անում։ Ռուսաստանում սկսել է կրճատվել արտադրությունը ռազմական գործարաններում, պատկերացնում եք, պատերազմող Ռուսաստանում սկսել է անկում ապրել մետաղի մշակումը եւ դրա հետ կապված բոլոր ոլորտները։ Ասեք, որ չենք դադարում զարմանալ։ Պաշտպանական արդյունաբերության հետ կապված ճյուղերը լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ անցել են ստագնացիայի կամ արտադրության կրճատման։ Գրեթե 3 տարվա երկնիշ աճից հետո, ինչպես վկայում են Ռոստատի տվյալները, Ռուսաստանում անկում է գրանցվում, վերլուծաբանները գրում են, որ ռազմական արդյունաբերության տվյալները շոկային են, նվազում է ամեն ինչի արտադրությունը, պատրաստի մետաղի արտադրանք, վերամշակող արտադրություն, ինչպես նաև կրճատվել է տանկերի եւ զրահամեքենաների արտադրությունը։ Միևնույն ժամանակ շարունակվում է Պուտինի Ռուսաստանի նավթային եկամուտների անկումը, Եվրամիության եւ Ամերիկայի պատժամիջոցներից հետո Պուտինի համար գրեթե օր չկա առանց վատ նորությունների։ Ռուսական նավթի
Նավթի խոշորագույն հնդիկ գնորդ Reliance Industries-ը անցել է հումքի գնումների Մերձավոր Արևելքի եւ Ամերիկայի երկրներից։ Հիշեցնեմ, որ այս եւ այլ լուրերը տեսանյութերով հանդերձ կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում, իսկ մինչ մեր եթերի այլ թեմաներին անցնելը, խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում մեր եթերը, եկեք փորձենք ապացուցենք YouTube-ին, որ եթերը կարևոր է անմիջապես դիտելուց այն լայքելով։ Ուզում եի ձեզ այսօր ներկայացնել վճռականների կոալիցիայի մասին, բայց դեռ ուսումնասիրելու բան կա, ուստի այսօր այլ թեմաներից կխոսենք, մինչև ամեն ինչ հստակ պատկեր ունենա։ Ամենալավ լուրերը նրանք են, որ զենք մատակարարվելու է, մասնավորապես Ֆրանսիան նորից ուրախացրեց, ըստ Մակրոնի նոր հրթիռներ կտա ռուսական օդային թիրախները խոցելու համար եւ նոր Mirage ինքնաթիռներ։ Ձեր էկրաններին տեսնում եք կադր, երբ Զելենսկին Star-ին ցույց է տալիս ռուսական շահեդ որսացող ուկրաինական նոր դրոնների մշակումը։ Ասեմ, որ այդ դրոնները մարտի դաշտում իրենց շատ լավ են դրսևորում։ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում ուկրաինական դրոնների հարձակման եւ Պուտինի բանակի անճարակ հոպի աշխատանքի հետևանքով մի դրոն բախվել է բազմաբնակարան շենքին։ Դուք գիտեք, ուկրաինական զորքերը չեն գրոհում խաղաղ բնակավայրերը, բայց ռուսական հոպը ավելի մեծ վտանգ է ներկայացնում խաղաղ ռուսաստանցիների համար։ Երեկոյան ռուսական ալիքները հաղորդում էին HIMARS-ի հարվածների մասին, որոնք հասցվել են Բելգրադի մարզում գտնվող ջրամբարի ամբարտակին։ Մենք մեր Telegram-յան ալիքում հրապարակել ենք լուսանկարները, սակայն այս պահի դրությամբ դեռ ուկրաինական կողմի պաշտոնական տեղեկատվությունը չկա։ Telegram-ի QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Միևնույն ժամանակ Ուկրաինան ոչ միայն արտադրում է դրոններ, այլև հարևան ժողովուրդներն են օգնում գումար հավաքելով հրթիռների համար։ Օրինակ Չեխիայի քաղաքացիները ռեկորդային կարճ ժամանակում գումար են հավաքել Ուկրաինայի համար նախատեսված Ֆլամինգո հրթիռի ձեռքբերման նպատակով։ Ուկրաինայի զինված ուժերը խոցել են Վոլգոգրադի մարզում գտնվող Բալաշևսկայա 500 կիլովատանոցի ենթակայանը, որը Ռուսաստանի հարավային էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտներից է։ Դե գիտեք, ամեն երեկո Ուկրաինայի բարի դրոնները իրենց մարտական աշխատանքն են տանում Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում եւ Ռուսաստանի բուն տարածքում խոցվում են ռազմական եւ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ։ Երկու բառ խոսենք Հայաստանի վտանգավոր հարևաններից։ Բուլղարիայի խորհրդարանը ճանապարհ է բացել ադրբեջանական Սոկար ընկերության համար, որը գնում է Լուկոյլը։ Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական ընկերությունները վերցնում են ռուսական ընկերությունների ակտիվները Եվրոպայում։ Սոկարը ակտիվ ներկայություն ունի Եվրոպայում տարբեր ուղղություններով, զարգացնում է բենզալցակայանների մանրածախ ցանցը Շվեյցարիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Ուկրաինայում էլ կան միջայլոց։ Մատակարարում է բնական գազ մի շարք երկրներ եւ զբաղվում է նավթի եւ գազի առևտրով, ունենալով գրասենյակներ Ժնևում։ Սոկարը նաեւ ներդրումներ է կատարում ենթակառուցվածքների մեջ Եվրոպայում եւ մասնակցում է Ադրբեջանը Եվրոպային միացնող գազամուղների նախագծերին, օրինակ TANAP ծրագրին։ Մերձավոր Արևելքում Թուրքիան եւ Ադրբեջանը նույնպես ձգտում են ամրապնդվել, սակայն այստեղ տանդեմը ակտիվ է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ոլորտներում։ Թուրքիան ցանկանում է վերանայել Ադանայի համաձայնագիրը եւ ընդլայնել սիրիական տարածքի խորությունը, որի մեջ համաձայն այդ փաստաթղթի Թուրքիայի զինված ուժերը իրավունք ունեն մտնելու։ Տարածաշրջանի լրատվամիջոցների տվյալներով Գազայի հատվածում տեղակայվելու համար նախատեսվող միջազգային ուժերի հիմքը կարող են կազմել Ադրբեջանի եւ Ինդոնեզիայի զինվորականները։ Այսպիսով, մինչ Հայաստանի ներսում շարունակվում է ներքաղաքական լարվածությունը, Բաքուն փորձում է ակտիվորեն ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում։ Դե Թուրքիայի դեպքում սա նորություն չէ, նրանք միշտ են ցանկանում ընդլայնել իրենց ազդեցությունը։ Տխրությամբ եմ նկատում, որ որոշ հայկական տեղեկատվական ալիքներ ճոռոմ վերնագրերով տարածում են ապատեղեկատվություն, իբր Ալիևի մոտ իրավիճակը վատ է։ Ապատեղեկատվության տարածումը չի նպաստում իրավիճակի ճիշտ գնահատմանը։ Հանուն YouTube-ի դիտումների չի կարելի ապակողմնորոշվել հայ հասարակությունը, մենք արդեն մի քանի անգամ դրա զոհն ենք դարձել։ Ուստի կոչ կանեի գոլեգաներին մի քիչ ավելի պատասխանատու մոտենալ։ Հայաստանը Շվեյցարիան չէ եւ գտնվում է բարդ տարածաշրջանում, որտեղ պետք է մատուցվի միայն ճիշտը։ Տարածաշրջանում միշտ ակտիվ են երրորդ ուժերը եւ տարբեր մակարդակներով ցանկանում են օգուտ քաղել իրավիճակից։ Օրերս չինացիները փորձում էին գնել ուրան Վրաստանում։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են 3 Չինաստանի քաղաքացիների, ովքեր նախատեսում էին ձեռք բերել ուրան եւ այն Ռուսաստանի միջոցով ուղարկել իրենց հայրենիք։ Այս մասին տեղեկացրել է գերատեսչության ղեկավար առաջին տեղակալ Լաշա Մագրաձեն մամուլի ասուլիսի ընթացքում։ Ամերիկյան մամուլը շարունակում է քննարկել Թրամփի պատժամիջոցների եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման։ Պուտինի ռազմավարությունը Դոնալդ Թրամփի նկատմամբ
իրեն արդեն սպառել է կարմիր գորգի ներկայացում այլևս չի լինի, գրում է CNN-ը։ Լրագրողների կարծիքով կարմիր գորգի ներկայացումը օդանավի աստիճանների մոտ, որը դիտվել էր Ալյասկայի գագաթնաժողովի ժամանակ, Բուդապեշտում այլևս չի կրկնվի, առնվազն մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցում որևէ առաջընթաց չարձանագրվի։ Թրամփը կարող է անցնել կոշտ ռազմավարության, որի մասին նրան վաղուց են հորդորում իր քննադատները։ Այդ ռազմավարությունը թույլ կտա Վաշինգտոնին օգտագործել իր զգալի ազդեցությունը համոզելու Կրեմլի բռնապետին գնալ փոխզիջումների իր առավելապաշտական ռազմական նպատակների հարցում։ Ինչպես տեսնում եք, ամերիկացիները իրենց օրակարգն ունեն։ Բուդապեշտում հանդիպման ձախողումից հետո կրկին ակտիվացել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Ստամբուլում արդեն տեղի են ունեցել բանակցություններ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, դրանք, որոնք դրական արդյունք են տվել։ Թուրքիան պատրաստ է կազմակերպել Ամերիկայի նախագահ Թրամփի եւ Ռուսաստանի բռնապետ Պուտինի նոր հանդիպումը, այդ մասին լրագրողներին հայտնել է Էրդողանը, իսկ մեզ հայտնում է TRT հաբերը։ Էրդողանը ափսոսանք է հայտնել, որ Թրամփի եւ Պուտինի հանդիպումը չկայացավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Նրա խոսքով ցանկացած երկխոսություն կնպաստի այս պատերազմի դադարեցմանը։ Թուրքիայի առաջնորդը ընդգծել է, որ Ստամբուլը պատրաստ է ընդունել Թրամփին եւ Պուտինին նոր բանակցությունների համար։ Զգում եք, չէ՞, թուրքական քաղաքականության ոճը իր ավանդույթների մեջ է, ցանկանում է լինել ամենուր։ Մոտեցանք ռազմաճակատի իրավիճակին, այնտեղ օկուպանտների գործերը շատ վատ են, այդ իսկ պատճառով Պուտինը նորից անցել է ստերին մամուլում եւ օդային տերորին Ուկրաինայի քաղաքների երկնքում։ Անցած օրվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 141 մարտական բախում, որոնցից ավելի քան 1/3-ը Պոկրովսկի ուղղությամբ։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը ոչնչացրել են 4 բալիստիկ հրթիռ եւ 50 ռուսական դրոններ, որոնցով Պուտինի բանակը հարձակվել էր Ուկրաինայի վրա այս գիշեր։ Ցավոք 11 վայրերում արձանագրվել են թշնամու հարվածների հետևանքներ։ Կիևում կա 2 զոհ եւ ավելի քան 20 տուժված։ Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը հաղորդել է, որ ռուսական հրամանատարությունը գիտակցաբար չափազանցնում է իր առաջխաղացման մասշտաբները Խարկովի մարզում, թաքցնելով իրական կորուստներն ու ճակատային ձախողումները։ Ավելին, Մոսկվան մարտի է նետում անպատրաստ զինվորների, այդ թվում հիվանդների եւ վիրավորների, որոնց ստիպողաբար հանում են բուժման գործընթացից եւ ուղարկում մարտական գոտի։ Ամերիկյան վերլուծաբանների տվյալներով հոկտեմբերի 23-ին ռուսական ուժերը շարունակել են հարձակողական գործողությունները Սումի մարզի հյուսիսում, սակայն որևէ հաջողություն չեն գրանցել։ Նույնիսկ ռուսամետ ռազմական բլոգերները խոստովանում են, որ առաջընթաց չկա, իսկ կորուստները աղետալի են։ Նրանցից մեկը նշել է, որ զորքերը գնդակոծում են ուկրաինական լոգիստիկայի ուղիները Յունակովկայի եւ Իվոլժանսկիի մոտ, սակայն նման գործողությունների իրական արդյունքները աննշան են։ Խարկովի մարզում Ռուսաստանի բանակի վիճակն ավելի լավ չէ, քան Սումիի մարզում։ Հյուսիսային խմբավորման հետ կապված աղբյուրները ընդունում են, որ ռուս հրամանատարները զեկույցներում զարդարում եւ ուռճացնում են տվյալները, հաղորդելով իբր առաջխաղացման մասին Սինելնիկովի ուղղությամբ, որը իրականում բացակայում է։ Ավելին, առաջին գիծ շարունակում են ուղարկել անպատրաստ հետևակայիններին, այդ թվում մարդկանց, ովքեր վերջերս են դուրս գրվել հիվանդանոցներից։ Ուկրաինական կողմը հաստատում է թշնամու մեծ կորուստները։ Խարկովի մարզի հյուսիսում գործող բրիգադներից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ 24 թվականի մայիսից Վալչանսկի ուղղությամբ ոչնչացվել է առնվազն 15000 ռուս զինվոր։ Նրանց մեծ մասը նորակոչիկներ են, որոնց փաստացի օգտագործում են որպես թնդանոթի միս։ Նման պատկեր է նաև Կուպյանսկի մոտ, որտեղ Ռուսաստանի հրամանատարությունը շարունակում է հրամաններ տալ անընդհատ հարձակումների մասին, չնայած զորքերի հյուծված վիճակին։ Ուկրաինացի զինվորականները նշում են, որ ռուսների շրջանում աճում է ջրի մատակարարման պակասը, իսկ լոգիստիկան փաստացի փլուզված է։ Ճակատի այլ ուղղություններում Լիմանի, Պոկրովսկի եւ Նովոպավլովսկի ուղղություններում ռուսական ուժերը նույնպես ապարդյուն փորձում են առաջ շարժվել։ Միակ չնչին տեղաշարժը նկատվում է Սևերսկի շրջանում եւ Կոնստանտինովկա-Դրուշկովկա հատվածում, սակայն դրանք ռազմավարական նշանակություն չունեն, հատկապես ուկրաինական կողմի հակագրոհների ֆոնին, որը իրականացվում է Դոնբասում։ Իդեպ ԱՏՇ պարտիզանական շարժումը հաղորդում է, որ ռուսական հրամանատարությունը սկսել է կանանց գրոհային վաշտեր ձևավորել Պոկրովսկի ուղղությամբ անձնակազմի զգալի կորուստների պատճառով։ 2 օր առաջ կադրերը մեր Telegram-ում էր։ Գոյություն ունի նաև տեղեկատվություն ռուսական հրամանատարության հրամանների մասին, ըստ որոնց ռուս զինվորներին արգելվում է հանձնվել։ Ուկրաինական կողմը տվյալներ է ներկայացրել, որ փաստացի ռուսներին ստիպում են ինքնասպան լինել, որպեսզի խուսափեն գերի ընկնելուց։ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում ճակատային գիծը նույնպես մնում է անփոփոխ։ Ռուսաստանի բանակը կրում է հսկայական կորուստներ, սակայն որևէ շոշափելի հաջողություն չի գրանցում։ Այսքանն էի նախատեսել շաբաթ օրվա եթերի համար։ YouTube-ում ինչ որ էլի տարօրինակ պերիոդ է։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, շատ եք աջակցում։ Խնդրում եմ չմոռանալ այսօր նույնպես լայքել եւ
տարածել մեր եթերը։ Մինչ նոր հանդիպում եւ բարով մնաք։